Գնացինք առաջ, երկրորդ քայլը այս այն կետերից է, որը շատ լայն թեմա է, մենք ստեղ սրա մասին շատ բազային մակարդակով կխոսանք, սա մի հատ առանձին տրեյնինգ է, սովորիր հաշվել եւ թվերով որոշումներ կայացնել։ Մի հատ լավ գովաստ կար, չէ՞, մի քանի տարի առաջ հաշվիր առ հիմա ղեկավարի համար սա հնչում է այսպես, հաշվիր որոշում կայացրի։ Առանց հաշվելու որոշում կայացնելը բնականաբար ամենաարդյունավետ տարբերակը չի։ Այստեղ մենք զգացմունքային որոշումների փոխարեն թվերի վրա եւ հաշվարկների վրա հիմնվելու մասին ենք խոսում։ Սովորաբար հատկապես բիզնեսմենները, բայց նաեւ շատ ղեկավարներ որոշումներ ընդունում են սեփական փորձի եւ ինտուիցիայի հիման վրա, որը որ շատ անգամ լավ էլ աշխատում է։ Իհարկե խոսքը նրա մասին չէ, որ դա չի աշխատում, շատ լավ էլ աշխատում է, բայց ինչքան բիզնեսը մեծանում է, այդքան ավելի դժվար է դառնում ինտուիցիայի վրա որոշումներ կայացնելը, որովհետև մի կողմից փոփոխականները շատանում են, ինֆորմացիան շատանում է ու ինտուիցիան սկսում է ավելի հաճախ սխալվել, մյուս կողմից դա շատ էներգետար է դառնում որոշում կայացնողի համար։ Էներգետար է դառնում նաև, որովհետև դու քո ինտուիցիան չես կարող փոխանցել ուրիշին։ Այսինքն դու չես կարող ուրիշին սովորացնել քո ինտուիցիայի վրա հիմնվել որոշում կայացնելու համար։ Բայց դու կարող ես ուրիշին սովորացնել հաշվել եւ այդ հաշվելու հիման վրա որոշում կայացնել, թվերով որոշում կայացնել։ Թվերով որոշում կայացնելը իհարկե ունի իր թերությունները, դա էլ 100% ճշտություն չի ապահովում, բայց դա մասշտաբայնացվող է, դա վերլուծելի է, վերահսկելի է եւ դա կարելի է սովորացնել։ Դրա համար սա շատ ավելի նախընտրելի եւ արդյունավետ տարբերակ է մեծ բիզնեսների համար։ Ու այն ղեկավարը, ով գիտի հաշվել եւ գիտի իր հաշվածը վերլուծել դրա հիման վրա որոշում կայացնել, այդ ղեկավարը անգին է, որովհետեւ նման հմտություն ունեցող մարդիկ շատ քիչ են Հայաստանում։ Սա ամենամեծ, ամենաբարդ կետերից մեկն է իրականում, որը պահանջում է նախ հաշվել սովորել, բայց սա կարելի է սովորել մոտ 2-3 ամսում ու սրա մեջ կամաց հմտանալ ու սա շատ մեծ ծառայություն կմատուցի ձեզ հետագա ամբողջ կյանքի համար։ Երբ մենք խոսում ենք հաշվելու մասին, այսինքն թվերով վերլուծություն կատարելու մասին, մարդկանց սովորաբար թվում է, թե խոսքը միայն մեծ բիզնեսների մասին է, հատկապես արտադրական բիզնեսների մասին, որտեղ որ փոփոխականները շատ են, հումք կա, արտադրություն կա, ինչ որ խառը բաժիններ կան, բրիգադներ կան եւ այլն, իրականում ծառայությունների ոլորտում ոչ պակաս կարևոր է հաշվելը, եւ ծառայությունների ոլորտում առանց հաշվելու աշխատելը շատ ավելի վտանգավոր է, շատ ավելի ռիսկի է պարունակում։ Մեկ եւ երկրորդը իրականում եթե չես սկսում հաշվարկի հիման վրա որոշումներ կայացնել, դու միշտ շողում ես քո բիզնես նպատակներից։ Երբ որ մենք ասում ենք հաշվել, ժողովուրդ նկատի ունենք կառավարչական հաշվառման հիմունքները իմանալ, այսինքն հասկանալ ընկերության ֆինանսական եւ նյութական շարժի հետևանքները ընկերության վրա եւ դրա հիման վրա որոշումներ կայացնել։ Դրանից հետո պետք է սովորել ընկերության օպերացիոն համակարգից տվյալները վերցնել եւ վերլուծել, որովհետեւ դու կարող ես տեսականորեն իմանաս ընկերության ծախսերը, եկամուտները հաշվել, ինքնարժեք հաշվել կոնկրետ պրոյեկտի, կոնկրետ գործողության, կոնկրետ process-ի ինքնարժեք հաշվել կամ չգիտեմ, բանի երկարաժամկետ ինչ որ հաշվարկներ անել, հա, ROI հաշվել, կոնկրետ պրոյեկտի վերադարձվելիության ժամկետ հաշվել եւ այլն, բայց տեսականից հետո պետք է սովորել այդ տեսական հաշվարկները կոնկրետ ձեր բիզնեսում կիրառել։ Այսինքն սովորել ձեր ընկերության օպերացիոն համակարգից այդ ինֆորմացիան վերցնել ու դա վերլուծել։ Օրինակ, եթե դուք աշխատում եք ինչ-որ ընկերությունում, որտեղ դրված է բան ՀՑ հաշվապահական ծրագիր, որտեղ որ գրանցվում են բոլոր մուտքերը, ելքերը, ծախսերը, եկամուտները եւ այլն, հա, դուք պետք է այդ ծրագրից
օգտվել իմանաք, հասկանանք ինչպես այդ ծրագրից ձեր ուզած հաշվետվությունը հանեք, ինչպես դա վերլուծեք։ Դա էլ ոնց որ այս հմտության երկրորդ կողմն է։ Ну, ես հծը նշեցի, հծն որպես օրինակ, հա, հծի փոխարեն կարող է լինել Agenus-ը, հծի փոխարեն կարող է լինել ցանկացած այլ օպերացիոն համակարգ, որով որ հաշվարկները ընկերությունում արվում են, հա, կառավարչական հաշվառումը վարող համակարգ։ Ես նորից ասեմ, սա ուրեմն բավականին ծավալուն մեծ հմտություն է, բայց այս այն հմտություններից է, որը որ տարբերում է բանին, հա, տարբերում է ուրեմն պրոֆեսիոնալ եւ բարձր մակարդակում գտնվող ղեկավարներին եւ ոչ պրոֆեսիոնալ ու կարիերայի ինչ որ մակարդակում ստագնացիայի մեջ գտնվող ղեկավարներին։ Չկա ղեկավար, ով որ հատկապես բան ղեկավար, հա, եթե խոսքը գնում է օպերացիոն ղեկավարի մասին, գործադիր տնօրենի մասին եւ այլն, նման մարդիկ, եթե նման պաշտոնի մարդիկ, եթե կառավարչական հաշվման հիմունքները չգիտեն եւ թվերի հիման վրա վերլուծություններ անել չգիտեն, իրենք ուղղակի չեն կարող արդյունավետ բիզնես ղեկավարել։ Ուղղակի հնարավոր չի, հա։ Ուղղակի հնարավոր չի, ժողովուրդ։ Ես սա ասում եմ ամենայն բանով, հա, վստահությամբ, որովհետեւ տեսել եմ տասնյակ, եթե ոչ հարյուրավոր ղեկավարների, բիզնեսների, որոնք որ այս հմտությունը չունենալու պատճառով ուղղակի sense մթության մեջ խարխափում են։ Այսինքն ուղղակի sense մոտավոր որոշումներ են կայացնում մոտավոր թվերի ինֆորմացիայի հիման վրա, որոնց մեծ մասը արդյունավետ չի, ուղղակի հենց բախտը բերում է նրանով, որ մենակ իրենք չեն այդ վիճակում, արձակիչներն են այդ վիճակում։ Սա վստահ եմ ասում։